Անհետ կորած զինծառայողների հարազատները 3 օր փակ պահելուց հետո այսօր բացել են Բաղրամյան պողոտան։ Նրանք այս պահին դադարեցնում են բողոքի ակցիան։ Նրանք լրատվամիջոցներին ասել են, համապատասխան կառույցի ներկայացուցիչը մոտեցավ մեզ, մեր հարցերը բարձրաձայնեցինք, ունեցանք քննարկում, որոշեցինք գնալ կոմպրոմիսի։ Առայժմ կդադարեցնենք մեր ակցիան, երթևեկությունը կվերականգնվի։ Առաջիկայում մեզ խոստացել են հանդիպում։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը գործարկել է նույնականացման քարտերի տպիչ 2 սարքեր, ինչի արդյունքում բարձրացվել է տպագրման որակը եւ վերակարգավորվել համակարգը։ Սա կապված է նույնականացման քարտերի թողարկման պահանջարկի ավելացման հետ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում եմ, որ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է նույնականացման քարտերի 131104 դիմում, որից տպագրվել է 120066 նույնականացման քարտ, տպագրության փուլում է 11038 նույնականացման քարտ, հերթագրման համակարգում սպասում է 52160 քաղաքացի, նրանցից 40645-ը Երևանում։ 2024 թվականին նույնականացման քարտ ստացել է 161000 անձ, սա 2.5 անգամ շատ է 2023 թվականի ցուցանիշից, այսինքն 2025 թվականի հունիսի դրությամբ ցուցանիշը գրեթե մոտենում է անցած տարվա սպասարկման ծավալներին։ Կառավարությունն Արմավիրի մարզի Վաղարշապատ եւ Խոյ համայնքները միավորելու որոշում է ընդունել։ Դրանց կազմում ընդգրկված 19 բնակավայրերով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների նախագիծը։ Նոր ձևաչափով Վաղարշապատ համայնքանու ավագանու ընտրությունները նախատեսվում են անցկացվել 2025 թվականի նոյեմբերի 16-ին։ Հայաստանում մի շարք ոլորտներում գործունեություն ծավալող գործատուները պետությունից կստանան ամսական 73000 դրամ աջակցություն, եթե աշխատանքի տեղավորեն անապահով անձանց։ Նախագիծը ըստ գործադիրի նպատակ ունի նպաստել անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ եւ չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացմանը, եկամուտների ավելացմանը եւ զբաղվածությամբ ապահովմանն ու խթանմանը։ Աշխատանքի տեղավորման համար աջակցություն կստանան այն գործատուները, որոնք գործունեություն են ծավալում քաղաքաշինության եւ ենթակառուցվածքների պահպանմանը, այդ թվում դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, համայնքային եւ միջհամայնքային ճանապարհների, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, զբոսաշրջության եւ մի շարք այլ բնակավարներում։ Ծրագրի տևողությունը 3-ից 12 ամիս է։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրու երեխաների տուն պոակում։ Հունիսի 17-ին ժամը 06:20-ի սահմաններում ներքին գործերի նախարարության Նուշի բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 05:45-ի սահմաններում շտապօգնության խումբը Գյումրու երեխաների տուն պոակում արձանագրել է այդ մանկատան 1-ամյա Շահառուի մահը։ Պոակի տնօրենը ոստիկաններին հայտնել է, որ երեխային մահացած հայտնաբերել են աշխատակիցները, արձանագրվել է կենսաբանական մահ։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։